Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի IPF+ հաղորդումը։ Սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը վրդովված է, որ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են ապրիլի 2-ին։ Դա ուղղակի սրբապղծություն է։ Փոխանակ Սկոր հայտարարել, դրել են խորհրդարանի ընտրության օր։ Իրանք գիտեն, որ այդ օր իրենք հաղթելու են, այդ օր իրանք խրախճանք են անելու։ Ներքին եւ արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանում 2017 թվականին տնտեսական լուրջ առաջընթաց չի գրանցվի։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով տնտեսության մեջ բացասական միտումները նկատելի են 2016 թվականից։ Բնավ չի օգտագործվում այն պոտենցիալը, որ ունի Հայաստանի տնտեսությունը։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Այի այցը Սիրիա դիվանագիտական մեծ սխալ էր, կարծում է պատմաբան Գևորգ Յազычյանը։ Նրա խոսքով կաթողիկոսի հանդիպումները Սիրիայի իշխանությունների հետ կարող են վտանգավոր լինել հայության համար։ Սուննի արաբների շրջանակում եւ ոչ միայն Սիրիայում, այլ նաեւ Լիբանանում, որտեղ մեծ զանգված կա սուննի արաբ սիրիացի փախստականների, դա առաջացրել է վրդովմունք, որ հայերը դիրքորոշում են Բաշար Ասադի կողքին։ Հայաստանում օտարազգիների հետ ամուսնությունները վերջին շրջանում ավելացել են։ Օտարազգի ամուսին հատկապես ընտրում են աղջիկները։ Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը փաստում է, խառնամուսնությունների պատճառները տարբեր են։ Կան շատ տարբեր մոտիվներ, ֆինանսական ապահովվածությունը, մի քանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը եւ բացի դրանից ես գոնե իմ կարճ ուսումնասիրությունների ընթացքում փորձել եմ հասկանալ, որ ավելի շատ դրվում է գիտակցվածության տարը խառնամուսնությունների մեջ։ Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը։ 4 երկրների 10 շախմատիստներ շրջանաձև կարգով վիճարկեցին մրցանակային տեղերը։ Առաջին տեղը զբաղեցրեց ուկրաինացի վարպետ Ստանիսլավ Բոգդանովիչը, որը վերջին տուրում հաղթեց անցած տարվա հաղթող Դավիթ Պարավյանին եւ կես միավորով առաջ անցավ Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանից։ Թուրքիայի խորհրդարանի հայազգի падգամավոր Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Մեջլիսում իր աղմկահարույց ելույթից հետո առաջացած իրարանցումը եւ իր հասցեին ուղղված քննադատությունների տարափը։ Կրկնում եմ, երբ խոսքը հայերին կամ քրդերին է վերաբերում, իսլամականները, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, քեմալականները, ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ ազգայնականները, ազգային շարժում կուսակցությունը Թուրքիայում մեկ են դառնում, դժբախտաբար, գրել է Փայլանը։ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ակտիվ պատրաստվում են կուսակցությունները։ Հունվարի 15-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համաժողովի ձևաչափով կազմակերպել էր քվեարկություն որոշելու կուսակցության համամասնական ցուցակը։ Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը նշում է, որ 35 հոգանոց ցուցակում առաջին 6 տեղերը ամենաբարձր միավորներով զբաղեցնում են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը եւ Լենա Նազարյանը։ Մենք մեր ցուցակը ձևավորեցինք ամենադեմոկրատական ձևով 276 հոգուց բաղկացած պատվիրակների խմբով, նշել է Ալեն Սիմոնյանը։ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերանայելու ատոմային պայմանագրի պայմանները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Նահանգների նոր վարչակազմը չի կարող հրաժարվել գործարքից, ասել է Արաքչին, հավելելով, որ նոր բանակցություններ այդ հարցի շուրջ չեն լինի։ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս քննադատել է իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը եւ խոստացել է այն վերանայել։ Օրվա լրահոսը։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանը դեռ 1 տարի կանցկացնի Կալանավայրում։ Երևանի կենտրոն եւ Նոր Մանաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապացուցված համարեց Գևորգ Սաֆարյանի մեղքը ոստիկան Գեգամ Խաչատրյանին հարվածելու մեջ եւ դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 2.5 տարվա ազատազրկման։ Ուղղակի դատարանը ցույց տվեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար է։ Ինչու՞ չէ նաեւ իմ նկատմամբ։ Դատավճիռը հրապարակվեց աշխատանքային օրվա ավարտին, դատավորը 2.5 ժամ մտկացրեց խորհրդակցական սենյակում, մինչ այդ լսելով Գևորգ Սաֆարյանի խոսքը։ Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի։ Ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալին դարձնում են տուժող։ Գևորգ Սաֆարյանը պատմեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքն ու իր համախոհները որոշել են Չեբուրաշկայի գլխարկով մտնել ազատության հրապարակ։ Ոստիկանները ուղղակի խլում այդ Չեբուրաշկայի գլխարկը եւ հեռանում։
Պարզ է դառնում, որ ոստիկանությունը նախապես պլանավորել էր խափանել հավաքը եւ այդ ներկայացումը գողանալով կամ փողոպտելով, տանելով այդ Չիբուրաշկայի գլխարկը։ Այնուհետև ոստիկանները թույլ չեն տվել տոնածառը ձեռքին ծմեր պապին մտնել ազատության հրապարակ։ Ոստիկանությունը հարձակվեց եւ ջարդեց այդ տոնածառը։ Գևորգ Սաֆարյանի խոսքերով դատաքննության ժամանակ պարզ դարձավ նաև, որ ոստիկան Գեգամ Խաչատրյանը իր նկատմամբ ունեցել է ընդգծված վատ վերաբերմունք։ Գեգամ Խաչատրյանը իր Facebook-ան էջում ինձ եւ ընկերներիս անվանել է կապիկներ։ Գեգամ Խաչատրյանը դրանց ամիսներ առաջ իր Facebook-յան էջում հայհոյանքներ էր գրել իմ անձի վերաբերյալ։ Իդեպ Գևորգի համար սպասելի էր այսօրվա վճիռը։ Այսպես էլ պիտի լիներ։ Ժառանգությունն ընտրությունների կգնա Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանը նվիրված ուժերի հետ։ Ժառանգության առաջնորդը նաև անուններ է տալիս։ Սերան Օհանյանը, Արամ Սարգսյանը, լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ եւ ում հետ ունեցել եմ մեծ դարաձայնություններ։ Հայաստանի ժողովուրդը փոփոխություն է պահանջում։ Հենց սա է ժառանգության առաջնորդին մղում համագործակցել երբեմնի հակառակորդների հետ։ Չի խանգարում անգամ մարտի 1-ին Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի մեղսակից լինելու պնդումները։ Ներկայությամբ մեղսակից չի կարող լինել, քանի դեռ չի եղել դատավարություն։ Եվ մենք ասում ենք նոր իշխանություն, նոր Հայաստան եւ բացեք դատարանները։ Ռաֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Սեյրան Օհանյանին, պաշտպանության նախկին նախարարին հիշեցրել է, որ իր ղեկավարման տարիներին բանակը մասնակից է եղել ընտրակեղծարարությանը։ Օհանյան Սեյրանը ունի pedagogan շատ կարևոր փորձ, ունի դալիք մեր երկրի, ինքը նաեւ աբակա ղեկավար կարող է դառնալ, բայց ոչ մեկը զերծ չէ դատաքննության բանջից։ Սխալական են բոլորը, այդ թվում ես, ասում է Ռաֆի Հովհաննիսյանը, ում պնդմամբ հենց իր սխալի պատճառով 2012-ին ժառանգությունից պատգամավոր չդարձան Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը։ Առաջիկա քվեարկության ձևաչափի շուրջ ժառանգությունում քննարկումներ են։ Երկու շաբաթվա մեջ դուք կտեսնեք ձեր աչքի առջև, ինչպես որ եղել ենք միշտ։ Ժառանգությունը առանցին կգնա անհավասար պայքարի, կգնա դաշինքային մոտեցմամբ, անհավանական դաշնակիցների հետ, ում ժամանակին ինքը վիճել է, բայց ներել է, որտեղ գիտի որ ավելի մեծ նպատակ կա, կամ կասի որ գիտեք ինչ ժառանգությունը կա, ծառայեց Դարոսը նոր սերունդին։ Ռաֆի Հովհաննիսյանն այսօր ներկա է Նոր Հայաստան փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի դատավճռի ընթերցմանը։ Ակտիվիստին 2 տարով ազատազրկումը Ռաֆի Հովհաննիսյանը հակաօրինական, հակաքաղաքացիական եւ քրեական վճիռ որակեց, որի պատվիրատուն Սերժ Սարգսյանն է։ Խորենացի փողոցի մսամթերքի վաճառակետերի մի մասը փակվել են, այստեղ շինարարություն է ընթանում, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է հրահանգել, այսուհետ բաց տաղավարներում մսամթերք չպետք է վաճառվի։ Նախինում է սեղանները ստեղ էին դրած ու առանց վիտրինաների էր, էլի վիտրինայի կարը նենց էլ ու տենց ներս չէին մտնում, հիմա խանութի նման պետք է լինի, վիտրինաները շարվի, մտնեն ներս, նայեն ուզեն առնեն։ Այն մսի վաճառքի կետերը, որոնք որ չեն իրականացնի համապատասխան շինարարական աշխատանքներ եւ չեն համապատասխանեցնի նորմերին, տվյալ տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը արգելվելու է։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով շինարարական աշխատանքները պետք է սկսվեն հունվարի 15-ից, բայց քաղաքի ամենամեծ մսամթերքի շուկայում դեռ որոշ խանութներ այսօր աշխատում էին նախկին ռեժիմով, խոստանալով նորոգումն իրականացնել առաջիկայում։ Ամենաիդեալական բարեկարգ ձևով, բարվող ձևով, նվիրջ սանիտարահիգիենիկական պայմանները բարելավելով, որպեսզի ժողովուրդը ախորժակով մտնի մսերն առնի։ Մսամթերքի շուկայից բացի վերջին 1 ամսում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում են եղել նաև սուպերմարկետներն ու բակային խանութները։ Շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Հետոնական օրերին հիմնականում կատնամթերքի հետ կապված են եղել խախտումներ, պիտանիության ժամկետի, ինչու՞ չէ նաև ալրային եւ կրեմային հրուշակեղենի հետ կապված։
Սննդամթերքի անվտանգությունը ապահովող կառույցը բացի ամանորյա շրջայցերից դեռ դեկտեմբեր ամսի ստուգումներ է սկսել Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան City սուպերմարկետներում։ Պատճառը սակայն տեղեկատվությունը չէ, որ պիտակները փոխելով այնտեղ ժամկետն անձապրանք են վաճառում։ Եթե նման ինֆորմացիա ունեք, դուք ծառայությանը տրամադրեք, որպեսզի մենք համարժեք քայլեր ձեռնարկենք։ Ավելին ստուգումներն Alex Grieg ընկերությունում իրականացվում են ոչ թե ահազանգերի հիման վրա, այլ հենց ընկերության խնդրանքով։ Անցյալ դարի 60-ականներին Եվրոպայում եւ Ամերիկայում մոլեգնում էր բիթլոմանիան։ Beatles խմբի երկրպագուները բառացիորեն խենթանում էին նրանց տեսնելու, լսելու, նրանց հպվելու համար։ Լեգենդար քարյակը փոխեց աշխարհը, փոխեց երիտասարդության գիտակցությունն ու փոփ մշակույթ ասածը։ 2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ին նշում են լեգենդար Beatles խմբի համաշխարհային օրը։ 1957-ի հենց նույն այս օրը բրիտանական Լիվերպուլ քաղաքում բացվեց Cavern ակումբը, որտեղ էլ առաջին անգամ ելույթ ունեցան Ջոն Լենոնը, Փոլ Մակկարտնին եւ Ջորջ Հարիսոնը։ 2 տարի անց նրանց միացավ Ռինգո Սթարը։ Քարյակը դարձավ կուրք եւ ոչ միայն իր ժամանակի կուրքը։ Տարիները անցնում են, արդեն նոր սերունդներն են լսում Beatles, իմ թոռներն են լսում Beatles, բայց մերը ուրիշ էր, որովհետեւ երկերի ծնունդը մենք իմանում էինք, ամեն մի նոր երգը Beatles-ների, դա տոն էր մեզ համար։ Beatles-ները ճեղքեցին նաև խորհուրդների երկրի երկաթե վարակույրը։ Հայ երիտասարդները եւս կրկնօրինակում էին նրանց անրվածքները, հագու կապը, հաջողացնում ձեռք բերել ձայնագրություններն ու լուսանկարները։ Հայտնվեց երազողներ ռոք խումբը, որը կատարում էր միմիայն Beatles-ների երգը։ Մենք իհարկե 18 տարեկան էինք, որ սկսեցինք նվագել, արդեն առաջին համերգը մեր եղել է հոկտեմբեր 15-ին 65 թվի Պոլիտեխնիկ ինստիտուտի դահլիճում։ Ես տենց էլ ասում են Պոլիտեխնիկի Beatles-ներ։ Երևանի Beatles ակումբ հաճախում են ամենատարբեր տարիքի մարդիկ։ Կարևորը նրանք բոլորն էլ ռոքի երկրպագուներ են։ Beatles-ը ինչքան էլ հին խումբ չլինի, նա մեկը մեծ հետ կա թողել։ Ու Beatles-ը իր մեջ պարունակում է յուրահատուկ փիլիսոփայություն։ Ու միգուցե Հայաստանում դա հիմա պետք է։ Այսօր ակումբում կհնչեն միմիայն լեգենդար քարյակի հիտերը ու կհամտեսեն Beatles կոկտեյլը։ Հունվարի 16-ը տուրք է այս քարյակի պատմությանը։ Լիվերպուլի փողոցներից նրանք սկսնակ երաժիշտներ էին, մինչև բազմահազար հանդիսատեսով համերգներն ամբողջ աշխարհով մեկ եւ վաճառված միլիոնավոր ձայնագրությունները։ Պատմություն, որ մինչ օրս որևէ մեկին չի հաջողվել կրկնել։ Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ըստ էության կսկսվեն փետրվարի 6-ին, երբ կուսակցություններն ու դաշինքները կսկսեն ԿԸՀ ներկայացնել իրենց փաստաթղթերը, իսկ մարտի 5-ին կսկսվի նաև քարոզչական փուլը։ Շատերին սակայն ավելի շատ հետաքրում է բուն քվեարկության, ինչպես նաև հետագա հաշվարկի ընթացքը։ Արդյոք այս հարցերում կա հստակություն։ Օրվա գլխավոր թեման։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 6-ից 16-ը։ Այս շրջանում քաղաքական ուժերը զբաղված են դաշինքների կամ ցուցակների ձևավորմամբ։ Հայ հեղափոխական դաշնակցությունը միայնակ է պատրաստվում գնալ ընտրությունների եւ չի բացառվում, որ նրա ընտրատարածքային, այսինքն ռեյտինգային ցուցակներում լինեն նաեւ անկուսակցականներ։ Կան բազմաթիվ կարող հեղինակություն ունեցող, ազդեցություն ունեցող, մեր մտածողությունը կիսող, մեր արժեքները կիսող մարդիկ, բանակցություն են ընթանում են, քննարկումներ ընթանում են, հաշվում ենք, չափում ենք, կշռում ենք, որտեղ ով ինչ ռեսուրս կարող է ունենալ, ինչպես կարող է օգնել։ Վարդան Օսկանյանի գլխավորած համախմբում կուսակցությունում վստահեցնում են, թե ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու են հանրությանը հայտնի մարդիկ։ Հայաստանը փոքր է եւ ցանկացած տարածքում կան մարդիկ, ովքեր ունեն որոշակի հեղինակություն։ Նոր ընտրական օրենսգրքով ներդրվել է բավականին բարդ ընտրական մեխանիզմ։ Այս մասին է վկայակոչում նաև ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը իր զեկույցում։ Մասնավորապես անդրադառնալով ընտրացուցակներին նշվում է, որ դրանք էականորեն շեղված են մաքուր համամասնական ընտրակարգից։ Ռեյտինգային ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահումը։ Այս տարածքային ցուցակներով կամ ինչպես ընդունված է անվանել ռեյտինգային ցուցակներով, ուրեմն համակարգը ոչնչացնում է քաղաքական ընտրությունների գաղափարը։ Այլևս գնալու է պայքար անձերի, այլևս գնալու է պայքար փողի եւ հեղինակությունների միջև։ Ընտրական օրենսգրքով մասնակից կուսակցությունները պետք է հաղթարեն ընտրական շեմի 5, իսկ դաշինքները 7%։ Ինչու են հիմա այսպես դաշինքներ ձևավորվում, փորձում միավորվել եւ այլն, որովհետեւ մարդիկ հասկացել են պարլամենտական համակարգում
այն ուժերը, ովքեր վաղը չներկայացրել են խորհրդարանում, ուղղակի դուրս են մնալու հետագա մրցակցությունից։ Խոշորացում է գնալու քաղաքական ուժերի։ Իդեպ ԵԱՀԿ-ԺՀՄԳ-ի իր զեկույցում առաջարկում է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները դիտարկվեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ, իսկ բուն ընտրությունների օրը 250 կարճաժամկետ դիտորդների կողմից։ Սա իհարկե հնարավոր է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերի պարագայում։ Քվեարկության բարդ մեխանիզմը, որը ենթադրում է կարմիր դեղին եւ կանաչ լույսերը, մատնահետքերի նույնականացումը, ամեն մի քվեաթերթիկին դրոշմապի տակ կպցնելը եւ այլն, տեսականորեն պետք է որ կանխարգելի հնարավոր խախտումները։ Բայց քանի որ շատ բան վստահված է տեխնիկային, նույնքան հնարավոր է, որ այդ սարքավորումները կարող են չաշխատել, փչանալ կամ չարամտորեն շարքից հանվել։ Հատկապես Երևանից դուրս նման երևույթները ամենևին էլ բացառված չեն։ Ասում են, որ ոչ մի քվեաթերթիկ առանց դրոշմապիտակի քվեատուփում չի հայտնվի, իսկ եթե նույնիսկ պատահաբար հայտնվի, միևնույնը չի հաշվարկվի։ Սակայն ինչն է խանգարում մի քանի տասնյակ հազար ավելորդ դրոշմապիտակներ տպել եւ դրանք փակցնել նույնպես ավել տպած քվեաթերթիկների վրա, կամ այն քվեաթերթիկներին, որոնք քվեախցում կհայտնվեն աղբարկղում։ Բայց ավելի բարդ խնդիրներ կլինեն հաշվարկների ամփոփման ժամանակ։ Առ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովին չի հաջողվել բացատրել, թե ինչու Գյումրիում բոնուսային համակարգի պարագայում քվեարկության արդյունքում Բալասանյան դաշինքի տեղերը ավագանիում ավելացել են, իսկ մնացածներինը պակասել։ Էլ չենք ասում ռեյտինգային քվեարկության արդյունքների ամփոփման մասին։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Պարոն Մուկուչյան, մի քանի կոնկրետ հարց։ Ինչ է տեղի ունենում, երբ մատնահետքերը նույնականացնող կամ կարմիր դեղին կանաչ լույս վառող սարքերը փչանում են կամ հատուկ են փչացնում։ Ընտրական օրենսգիրքը ամեն դեպքում ունի նախատեսված ալտերնատիվ մեխանիզմ, որ երբ սարքը ինչ-ինչ պատճառներով չի աշխատում, ապա սարքի փոխարեն կիրառվելու է կտրոն նորից, որը լրացվելու է մեխանիկական եղանակով։ Եվ պետք է նկատի ունենանք, որ անգամ այդ դեպքերում ընտրողը նորից ստորագրելու է ընտրողների ցուցակում, այսինքն զուտ կտրոն տրամադրելու պահը գործառույթը իրականացվելու է հանձնաժողովի կողմից եւ վերջինիս տրամադրվելու է արդեն մեխանիկական եղանակով լրացված այդ կտրոնը։ Կտրոնների որոշակի քանակ բնական է կունենան տեղամասային ընտրական հանձնաժողովները, սակայն դրանք արդեն կօգտագործվեն բացառապես մեկ դեպքում, երբ սարքը չի աշխատի եւ բնական է այդ մասին համապատասխան գրառում կլինի հանձնաժողովի գրանցամատյանում։ Կա երաշխիք, որ ինչ որ խարդախներ հավելյալ հազարավոր դրոշմանիշներ կամ քվեաթերթիկներ չեն տպի եւ դրանք դափոնով չեն լցնի։ Այս պարագայում սկզբունքորեն դա բացառվում է, որովհետեւ այն մեխանիզմները, որոնք ամրագրված են ընտրական օրենսգրքում ըստ էության բացառված են նման որևէ հնարավորություն, որովհետեւ նախ գրանցման համակարգը ինքը լրացվել է եւս մեկ գործառույթով, դա տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցվելու համակարգն է։ Բացի դրանից, երբ ընտրողը արդեն վերջում կկատարի իր քվեարկությունը եւ կմոտենա տուփի մոտ նստած հանձնաժողովի համապատասխան անդամին, վերջինս կվերցնի նրանից կտրոնը եւ դրա փոխարեն կպցնի համապատասխան դրոշմանիշ արդեն քվեաթերթիկի վրա։ Եվ այս պարագայում կարևորագույն հաշվառման փաստաթղթեր են հանդիսանալու համընկման առումով տրամադրված կտրոնները եւ օգտագործված դրոշմանիշերը։ Դրանց թիվը պետք է լինի միանշանակ հավասար եւ օրենքը ուղղակիորեն է ամրագրել այդտեղ ցանկացած տարբերություն արձանագրվելու պարագայում անմիջապես գործերն ուղարկվելու են իրավապահ մարմիններին։ Սրանք հենց այն երաշխիքներն են, որոնք նպաստելու են, որպեսզի բացառվեն նմանատիպ կամ նմանաբնույթ ճարաշահումները։ Ինչպես է որոշվելու տեղական ցուցակում ձայներ ստացած տեխնացուն, պատգամավոր դառնում է թե չի դառնում։ Սկզբից ուրեմն հաշվարկը սկսվելու է սկզբից ընդհանուր քվեարկության արդյունքների ամփոփմամբ։ Նախ ամփոփվելու են քվեարկության արդյունքները, այսինքն հաշվարկվելու են յուրաքանչյուր կուսակցության ստացած կողմ քվեները, որից հետո հաջորդ քայլը որոշվելու է այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են համապատասխան շեմը, կուսակցությունների պարագայում 5% եւ դաշինքների պարագայում 7%։ Դրանից անմիջապես հետո արդեն պարզ է դառնալու այն կուսակցությունները, որոնք որ հաղթահարել են համապատասխան շեմը եւ մասնակցելու են բնական է մանդատների բաշխմանը։ Եվ այդ պարագայում արդեն երբ որոշվում է կուսակցության ստացած քվեների չափը, ենթադրենք X թիվ, ապա այդ քվեների կեսը
դա բաշխվում է համապետական ընտրական ցուցակով, մյուս կեսը 13 տարածքային ընտրական ցուցակներից։ Այստեղ եւս ամրագրված են մեխանիզմներ, մասնավորապես նախ որոշվելու է, թե յուրաքանչյուր տարածքում համապատասխան կուսակցությունը որքան քվեներ է ապահովել եւ ուրեմն այն տարածքում, որտեղ որ ամենաշատն է, այնտեղ տրվելու է 1 քվե, հետո արդեն հաջորդ ամենաշատն է նայվում եւ կիրառում են նաեւ համապատասխան բանաձևեր, այսինքն գործակիցներ են որոշվում։ Դրանից հետո որոշվում է, թե տվյալ տարածքում քանի մանդատ ունի կուսակցությունը եւ արդեն կոնկրետ անձանց միջև բաշխումը, ենթադրենք որևէ տարածքի տվյալ կուսակցությունը ստանում է 2 մանդատ, ապա այդ տարածքում տվյալ կուսակցության տարածքային ցուցակում ընդգրկված տեխնացուների ստացած ձայների քանակը արդեն նոր սկսում է ունենալ դերակատարում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մոկուչյանը։ Ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը վստահ է, որ Հայաստանի սարերի տակ լիքը ոսկիներ եւ թանկարժեք մետաղներ կան։ Մնում է միայն, որ այդ սարերի վրա աճեն ոսկե ծառեր եւ ոսկե թփեր եւ այդ ծառերի եւ թփերի արտադրանքը հավասարապես բաժանվի ժողովրդի միջև։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք չորեքշաբթի օրը։ Հայաստանը այնքան հնարավորություններ ունի, հոգևոր մտավոր մեծ կարողություն, գիտական հզոր պոտենցիալ, սարերի տակ դել լրիվ ոսկի ու թանկարժեք մետաղներ են։ Давай лучше присядем на дорожку, а то нам с Базилио предстоит длинный путь. Мы с ним идем в страну дураков. Да, туда. Куда?